Ողջույն սիրելի ընկերներ, այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին կանգնած է մեծ արհավիրքի առջև։ Այն ենթարկվում է ասպատակությունների թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձեռամբ մեր երկրի վարչապետի։ Հայ առաքելական եկեղեցին միակ ազգապահպան կառույցն է մնացել Հայաստանում, որ դեռ նիկոլիզացված չէ։ Հետևաբար նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի նսեմացնեն, նվաստացնեն հայ եկեղեցու դերը մեր ազգային կյանքում։ Վերջին մի քանի օրերի ֆեյսբուքյան կեղտոտ արշավը վարչապետի կողմից եկեղեցու եւ հոգեվորականների դեմ դրա վառ ապացույցն են եւ նրա կողմնակիցների կողմից հոգեվորականներին քաշքշել, հայոյել ամենավերջի ու կեղտոտ ձևով։ Եվ մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կանգնենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհափառի կողքին։ Եվ մենք սպասում ենք յուրաքանչյուրս, որ Վեհափառը իր կոչը անի, եւ մենք բոլորս, ես եւ իմ ընկերներից շատ-շատերը պատրաստ ենք կանգնել Մայրաթորի կողքին։ Ամեն ինչ արվում է, որպեսզի նվաստացնի Մայրաթորի դերը միջազգային կառույցներում, որովհետեւ Վեհափառը, ինչպես գիտենք, վերջերս Շվեյցարիայում բարձրացրեց գերիների եւ Արցախի հարցը։ Հետևաբար մենք բոլորս, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ եւ որպես քրիստոնյա, պատրաստ ենք սատար կանգնել մեր մայր եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին։